Ապագան սկսվում է երեխաների պաշտպանությունից, ուրախ եւ անհոգ մանկությունից։ Երեխաների նկարներում գերիշխում են արևը, կապույտ երկինքը եւ անպայման հայրիկն ու մայրիկը։ Հենց այսպես է նրանք պատկերացնում իրենց մանկությունը՝ խաղով ու պարով, ծնողների սիրով ու հոգատարությամբ։ Բայց իրականությունը թելադրում է իր պայմանները։ Ապրիլյան պատերազմը բազմաթիվ երեխաների մանկությունը կիսեց, մինչև ու հետո։ Նրանց հայրերը կյանքի գնով պաշտպանեցին բոլոր հայ մանուկների խաղաղությունը, անպաշտպան թողնելով սեփական երեխաներին։ Հայրերին կորցրած այդ երեխաներն այսօր մեր օգնության կարիքն ունեն։ Newsem գործակալության ամենամյա բարեգործական միջոցառման այս տարվա կարգախոսն էր օգնենք սոցիալապես անապահով ընտանիքների եւ Արցախում զոհված զինծառայողների երեխաներին։ Are you ready? A little party that'll kill nobody. So we gon' dance until we touch your Ավանդույթի համաձայն երեխաներին սպասվում է ժամանցային հագեցած ծրագիր, իսկ պաղպաղակը զովացուցիչ ըմպելիքները, ձողիկները վաճառում էին հայտնի մարդիկ, դերասաններ, երգիչներ, հաղորդավարներ, քաղաքական հասարակական գործիչներ։ Մթնոլորտը այնքան տրամադրող էր, որ բոլորին վերադարձրեց մանկություն։ Սույլիկ եմ եղել, այդքան լավ չեմ սովորել։ Շատ սիրում էին գնալ տարբեր այգիներ, ցողոլ գողանալու կամ միրգ գողանալու։ Չկար որ ասում են սային կողմიდან, բայց կային ավելի շատ հետաքրքիր բաներ, օրինակ Մոնումենտի այգին, ճիշտ է, հիմա մի քիչ ռեստավրացվել է, բայց այն վաղտել հետաքրքիր է։ Մանկական երկաթուղին։ Հիմնականում այնտեղ էր ասում իմ ունեցի մեկերը։ Բոլոր մանկական իմ խաղերը, իմ Տետրիսից սկսած մինչև 7 քար ու այն կլասները խաղում են։ Ռեժիմներ, որ աղջիկները խաղում էին, 7 քար, կլաս, բոլորը խաղում։ Մանուկ ժամանակ երազանքը իրականացել է, հենց փոքր տարիքից երազել էի մոտո քշել։ Բարեգործական միջոցառման նպատակը բազմապատկել էր պաղպաղակ վաճառողների եռանդը։ Շտապեք և գնեք, օգնեք բոլոր փոքրիկ բանիկներին։ Ուզենամ, որ մարդկանց ներսում արտոնաբարություն առհասարակ բոլոր երեխաների հանդեպ հատկապես ովքերն են մեր օգնության կարիք։ Եթե մի տոկոսով կամ 0.1%-ով մենք օգնենք, էլի այդ շատ օգուտ կլինի։ Այսօր մենք հայտնվել ենք այսպես պաղպաղակ վաճառողի դերում, ու մենք սրանով ուզում ենք ասել, որ մենք ամեն ինչ ենք պատրաստ, որ մեր երկրի երեխաները գոնե մի քանի հաճելի ուրախ առիթներ ունենան։ Մենք չենք պատկերացնում դրա իրականում դրա արժեքը, բայց երբ որ դա տեղ է հասնում եւ նույնիսկ այդ փոքրիկ օգնությունը արդեն մեծ բան է փոքրիկ երեխաների։ Ընկերներիս հետ որոշեցինք միանալ այս գեղեցիկ միջոցառման ակցիային, հա, որպեսզի օգնենք, որ գումար հավաքվի փոքրիկների համար, առհասարակ, ու կարծում եմ մենք անելու ենք ամենահնարավորը, որ այսօր ստացվի այն ինչը որ մտածել ենք։ Համերգային ծրագրի առաջին հատվածը ամբողջությամբ մանուկների համար էր, բեմում միայն երեխաներ էին եւ մանկական խմբեր։ Մի քանի կատարումներ էլ ինքնաբուխ էին, համերգային ծրագրով չնախատեսված։ Զորմին կորե մեր բարանի գիդաս
սրտես հույսա եկան Լրագրողների այս վաճառակետից հիմնականում օգտվում էին պաշտոնյաները։ Նրանք բոլորը հյուսիսային պողոտա էին եկել իրենց զավակների կամ թոռնիկների հետ։ Բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ մեր մանուկները անոք լինեն ու միշտ ուրախ լինեն ու միշտ ժպտան։ Ամենակարևոր բանը, որ ես ուզում եմ, որ երեխաները պատերազմ չտեսնեն։ Նրանց ամեն օրը լինի հունիսի 1 եւ ուրախ ապրեն։ Ամենակարևորը անհոգ Թող միշտ լինեն երջանիկ, ժպիտը երբեք չպակասի նրանց դեմքերից։ Երջանկություն, խաղաղություն, ապահով ապագա։ Մարտավոր, երջանիկ, լավ թող սովորեն, բոլորը, ծնողների լսող։ Мы вас любим։ Թող լինի միշտ արևը, թող լինի միշտ եղիկը, թող լինի միշտ արինգը և թող միշտ լինեք դուք։ Ուզում եմ, որ դուք միշտ ժպտակ, միշտ առողջ ու միշտ երջանիկ լինեք։ Եվ ունենաք անհոգ ու լիարժեք մանկություն։ Քեզ համար է, յասամանը, բայց թոշնում է այն իզուր Անցավ օրը և բոլորը ինձ են նայում տխուր Երևան ջան, քեզ համար բերել եմ յասաման Ես 4-օրյա պատերազմի նվիրված երգա Սաղ ժամերի ընթացքում ոտի կայնեցինք, ամեն տեղից եկան, սաղ դարձան Ղարաբաղցի, Աստված չանի, մի ուրիշ փորձություն բերի մեր գլխին, սաղս դառնանք ասենք գյումրեցի, դառնանք ասենք ուրիշ թե էլի, որտեղ ասենք թուրքը կարա հարձակվի, Աստված չանի։ Համերգի երեկոյան հատվածի կուլմինացիան Մարտակերտի рэփերների դեբյուտն էր Երևանյան բեմում։ Արցախից ժամանած տղաները նոր լիցք հաղորդեցին արդեն ավարտվող համերգին եւ արժանացան ջերմ ծափող ջունների։ Մի քանի կատարումներ էլ հնչեցին առաջին անգամ։ Բարեգործական վաճառքից գոյացած 2,450,000 դրամը կհատկացվի սոցիալապես անապահով ընտանիքների եւ Արցախում զոհված զինծառայողների երեխաներին։ Վերջեցալս կողքս, ցավալասերդը, ես դու առաջվա նման լոկտո ինքի խտետը, յուգն չում խեկուրցել է բայլկենում չի մայլս, իպր թամին զասալս հավայց յուրյուշունը հետս, Ետու, բակես պասում ում տանը, գործերը շտարցալ եմ չիլի աբոստանը, ավեր կողքես չսինեմ գիդադեր տանում չի քոնս, կուրցարալ եմ հյուշս արանց կետ, սոված աշոնը, հետը դույրիշու յամ է հինգյորիշ ասերդետ մաչի, ամեն ինչ ընցալար, հման չովը հման չի, ընցալը հախոխային իսլամ ու իզրջին անչի, կոտրալը սետը սրացս կենի դման չի, Եկ, վեր հվերին կոտան, իպեր մաշինը խրեբանան, կուպիտո խոտան, իպեր կովերը սուվոտանան, կյոնագերա խոտան, քրան տանեկան բյուջեին կարին թավար